Վարկանիշային աղյուսակն ներդրվելուց ներդրվել է նաև այսպես ստացվելու է, որ հաշվի պետք է առնվի կառուցապատողի կամ կազմակերպության նախկինում թույլ տված սխալները ևս, թե ոչ։ Այսինքն վարկանիշային աղյուսակը ձևավորվելու է և նկատի ունենալու է նրանց թույլ տված նախկին սխալները հետագայի մասին։ Շնորհակալություն։ Վարկանիշավորումը ձևավորվելու է ինքնաշխատ եղանակով և նրանց կազմակերպությունների և բաց թողումները և ժամանակին պատշաճ որակով կատարումը անդրադառնալու է իրենց վարկանիշի վրա։ Օրինակ, եթե տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել նախորդ տարի և որևէ X կազմակերպության վրա արձանագրություն է կազմվել խախտումների հետ կապված, դա իր վարկանիշից միավորներ է հանել։ Եվ սա ինքնաշխատ եղանակով գալու է բանաձևի մեջ պլյուս մինուսով վերջնական վարկանիշ է ձևավորել։ Եթե նա ժամկետին պետք է հանձներ որևէ կառույց ավարտեր և շահագործման հանձներ, իսկ դա փաստագրվում է համապատասխան թվային հարթակում։ Եթե օրինակ ունի 6 ամս ուշացում, դա բացասական անդրադառնալու է իր վարկանիշի վրա և իր վարկանիշից միավորներ է հանելու։ Եթե նա ժամկետին ավարտել է նախորդող ժամանակահատվածում, եթե նա ժամկետին ավարտել է շինարարությունը և որևէ տույժ ու տուգանք չի կիրառվել իր նկատմամբ, նա բերելու է դրական, գումարվելու է վարկանիշի վրա։ Եվ այս բանաձևը կարգի մեջ նկարագրված է, իսկ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված են այն չափորոշիչները և միավորները, ամեն ինչը շատ հստակ է, յուրաքանչյուր բաց թողման համար քանի միավոր է դուրս գալիս վարկանիշից և յուրաքանչյուր պատշաճ կատարման համար քանի միավոր է գումարվում իր վարկանիշի վրա։ Այդ բոլորը բանաձևը, չափորոշիչները բոլորը հստակ նկարագրված են, և մենք փորձել ենք այնպես անենք, որ մարդկային գործոնը հասցնենք նվազագույնի գրեթե բացառելով բոլոր այն շտեմարանները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում գործող, օրինակ ՊԵԿ-ից ստանալու ենք տվյալ կազմակերպության ժամանակին պատշաճ հարկային պարտավորությունների կատարումը։ Եթե նա կատարել է, ինքնաշխատ այս երկու համակարգերը ինտեգրվելու են իրար և ստուգումը իրականացվելու, բոլոր կազմակերպությունների վարկանիշավորումը իրականացվելու է, թարմացվելու է 3 ամիսը մեկ անգամ, նրանք հաշվետվություններ են ներկայացնելու և 3 ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր շինարարության ոլորտում ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները վարկանիշավորվելու են։ Մենք նախորդող 3 տարին ենք նայելու։ Եթե այս տարի ենք վարկանիշավորում, մենք նայելու ենք նախորդ 3 տարվա ընթացքում այս գործողությունները և դրա հիման վրա է վարկանիշավորվել։ Մենք նորմով սահմանել ենք մայիսի 1, որը կիրառության մեջ է մտնում։ Մայիսի 1։ Մենք բավարար ժամկետ ենք տվել կառուցապատողներին, որպեսզի դա 4 ամիսն է, որը գալիս է մայիսի 1, որպեսզի կառուցապատողները պատշաճ ժամանակ ունենան իրենց շինհրապարակները վերակահավորեն կամ վերակազմակերպեն, բոլոր սեփականատերերը, կառուցապատողները կամ շինարարները իրականացնելու են այդ կահավորման աշխատանքները։ Հիմնականում դա մեծ գումարի հետ չի կապված, օրինակ այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները, շինարարությունը սպասարկելու համար, դրանք պետք է բետոնապատվեն, դա մեծ ծավալի աշխատանք չի։ Այն հարթակները, որտեղ հողային մակերես ունեն, պետք է ինչ-որ շերտով, որը նշված է նորմի մեջ,
պետք է խճապատվեն, որ քամիների ժամանակ այդ հողային մակերեսից փոշին դուրս չգա։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հողային աշխատանքների իրականացման ժամանակ, այսինքն երբ որ փոսորակներ են քանդում եւ տենց հողային աշխատանքներ են իրականացնում, այդ պարագծով տեղադրված լինեն ուրեմն ջրային մառախուղ առաջացնող այդ համապատասխան սարքավորումները, որպեսզի փոշու արտանետումները դեպի մթնոլորտ նվազեցվի։ Կարծում եմ կառուցապատողները կարող են դա վերցնել եւ վարձակալությամբ ժամանակավոր օգտագործման եւ ձեռք բերել են իրենց համար բոլոր օբյեկտներում օգտագործել ըստ անհրաժեշտության եւ այսպես բոլոր փուլերում շինարարության բոլոր փուլերի համար նկարագրված են այն գործողությունները, որը կառուցապատողը պետք է իրականացնի։ Բնականաբար պետական ծրագրերի դեպքում կիրականացվի պետական միջոցներով, մասնավոր ծրագրերի դեպքում կիրականացվի մասնավոր միջոցներով։ Նաև մենք պարտադիր պահանջ ենք սահմանել, որ շինհրապարակները կահավորված լինեն այդ համապատասխան սարքավորումներով, որոնք վերլուծելու են եւ տալու են գնահատական օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված։ Ոչ մենակ չափը ֆինանսական նկատի ունեմ, այլ նաև ընդհանուր մենք պլանավորում ենք այդ տվյալ շինարարական կազմակերպություններին, եթե տեսչական մարմինները գնան արձանագրեն եւ պարզվի, որ չեն պահպանվում, ընդհանուր կարող են այդ շինարարական կազմակերպությունները զրկվել լիցենզիայից կամ նրանց լիցենզիան կասեցվի։ Ենթադրում եմ նաև քաղաքաշինության կոմիտեներ լավներ